նախ բոլորին ինչպես միշտ զորություն հայերին կամենամ, քանզի մեր հայության այսօր արդին առաջնահերթ հզորանալն է, որից հետո կամենամ շնորհակալություն հայտնել համահայկական ճակատին, ժողովրդավարական աշխարհազորին, ինչպես նաև գեներալ-մայոր Աշակ Կարապետյանին, ովքեր իմանալով մեր ականջալուր եղան եւ խնդրահարույց եղան մեր ազգի հերոսի խնդրին եւ պատրաստակամություն հայտնեցին իրենց բոլոր ներուժով սատարել եւ աջակցել առաջին ազատամարտիկներից է Հովհաննիսյան Գագիկը, ով կամավոր իզեն թողնելով իր կյանքը արևելյան համալսարանը, ով պիտի այսօր 12 լեզուները իմանար, միգուցե նախարար կամ կառավարիչ կլիներ բանկի, բայց ինքը գերադասեց այդ ամեն ինչին ազգի հայրենիքի պաշտպանությանը կամավոր իզեն կանգնել եւ կամավոր մարտնչելով 25 տարի բոլոր հերոսամարտներին առաջամարտիկ առաջնագծում ունի բազում վիրավորանքներ, միայն 44 օրյային մեր մարտական ընկերը վիրավորվեց 2 անգամ, բայց սակայն ինչ-որ մի վարկային կազմակերպություն, պաշտպանության նախարարություն կոչվածի նվեր տված արտոնված տունը դատարանով խլել են եւ ազգի հերոսին տվել են ժամանակ, որպեսզի ազատեն իրենց տունը։ Ու այսօր այս հերոսները ոչ միայն անտեսված են, այլ նաև հերոսների դեմ ճակատ է բացվել։ Հերոսներին զրկում են իրենց արտոնություններից, հերոսներին զրկում են ունեցվածքներից։ Դա նշանակում է, որ Հովհաննիսյան Գագիկը ամբողջ կյանքը թուրքի դեմ կանգնել է հողի պաշտպանության, տան պաշտպանության, ու այսօր Հովհաննիսյան Գագիկից եկել են նույն կերպ տանում են իր տունը։ Դրա համար դիմել եմ մեր համահայկական ճակատ շարժմանը, հայոց աշխարհազորին, որովհետև քանզի այստեղ մեր շատ գաղափարական ընկերներ կան ռազմական մարտական ընկերներ, քանզի այստեղ բազում արժանապատիվ զինվորականներ կան, ինչպես նաև շարժումը գլխավորում է հայոց բանակի գեներալ-մայոր Աշակ Կարապետյանը եւ իր հանդիպումները եւ պատրաստ ենք մեր ընկերոջ ունեցվածքը պաշտպանելու։ Այնպես որ բոլորին շնորհակալություն եւ զորություն, հաջող եղեք։